կկատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, հիշեցնեմ այսօր քարոզարշավի վերջին օրն է, կեսգիշերին բոլոր քաղաքական ուժերը ավարտելու են իրենց նախընտրական քարոզարշավը, վաղը օրենքի պահանջով լռության օր է եւ կիրակի օրը հունիսի 7-ին բոլորս պետք է գնանք կատարելու մեր քաղաքացիական պարտքը։ Այժմ զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ, համանուն կուսակցությունից պատգամավորության թեկնածու Արման Բաբաջանյան։ Բարև ձեզ։ Ես կուսակցության նախագահն եմ։ Ներողություն, նախագահ։ Պարոն Բաբաջանյան, քարոզարշավը ավարտվեց եւ բնականաբար բոլոր ուժերը ինչ որ հետևություններ են արել այս քարոզարշավից, հասկացել նաեւ հանրային տրամադրություններ, հասկացել իրենց քաղաքական հակառակորդների մոտեցումները, մարտավարությունները եւ այլն, հա։ Այն որ շատ քննադատվեց, ամեն ինչ խոսույթ, վիրավորանքներ, թեմաներ, հազար ու մի բան, դա անցնելով, հա, ավելի բուն եւ առարկայական, հաշվի առնելով, թե ինչպիսի ընտրության է գնում Հայաստանի Հանրապետությունը իր կարևորությամբ, նշանակությամբ, որովհետեւ այդ թվում եւ դուք շատ հաճախ հենց առանցքում եք պահում պետականությունը, դրա գոյությունը, պաշտպանությունը, ժողովրդավարությունը։ Ինչի մասին է այս քարոզարշավը, որոնք են ձեր հետևությունները եւ ինչ ենք սպասում։ Ճակատագրական ընտրություններ են իրապես, մենք շատ ավելի որակյալ քաղաքական միջավայր կարող էինք ապահովել իհարկե, դրա համար ամիսներ շարունակ բարձրաձայնում էինք, ասում էինք, որ շատ որոշակիորեն պիտի պետական մարմինները սթափ գտնվեն եւ արագարձականքեն հնարավոր են բոլոր դիվերսիոն փորձերին, որովհետեւ իմ գնահատմամբ այն ինչ տեղի է ունենում ուղղակի դիվերսիա է Հայաստանի պետության դեմ, Հայաստանի սահմանադրական կարգի դեմ, եւ պետական մարմինները շատ արագ պիտի արձագանքեին ու օրինակ շատ որոշակի կուսակցությունների ընդհանրապես մասնակցության հարցի համար որևէ դիմում անհրաժեշտ չէր, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գլխավոր դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, կարծում եմ կուտակված ապօրինությունների, դրամական շրջանառությունների կալանավորված անձանց թիվը այնքան եւ ապացույցները փաստերը այնքան շատ են, որ կասկածի տեղ չի թողնում, որ դա համակարգված մեկ կենտրոնից գործադրվող ուրեմն ապօրինություններ են, գործողություններ են պետության դեմ։ Մենք կարող ենք շատ ավելի որակյալ քաղաքական դաշտ ունենալ եւ մտնել ընտրապայքարի, պետությունն էլ կկարողանար ավելի հավասար պայմաններ ապահովել մասնակից իրական ժողովրդավարական քաղաքական ուժերի համար։ Հիմա մենք մտանք այս ընտրապայքարի մեջ, իհարկե արեցինք առավելագույնը, ինչ մեր ուժերի սահմաններում էին, բայց թալանած փողերով օրինակ միլիարդավոր դրամների, դոլարների հասնող ինչ-որ շրջանառություն Գագիկ Ծառուկյաններ իրեն թույլ տվել։ Մարդը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով եւ բազմաթիվ անշարժ գույքերի ծագումը չի կարողացել հիմնավորել միլիոնավոր դոլարների արկայությունը տարբեր բանկերում, այդ թվում ոչ միայն Հայաստանի դրանց օրինականությունը չի կարողացել հիմնավորել, բայց մարդը օրինակ որևէ մեկը չի բացատրում, թե ոնց է կարողացել այդ աստիճանի օրինակ քաշ կամ կանխիկ գումար դնել շրջանառության մեջ եւ օրինակ ընտրապայքար իրականացնել կամ Սամվել Կարապետյանի հետ պատմությունը մարդը շատ կոնկրետ իրեն հրճակում է Հայաստանի հաջորդ վարչապետ ու համառորեն անարգելով Հայաստանի օրենսդրությունը չլինելով Հայաստանի քաղաքացի, միայն Հայաստանի քաղաքացի, ոչ մի սահմանադրական ցենզի չհամապատասխանելով ըստ էության ընտրապայքարի մեջ է ինքը քարոզչություն է անում։ Ես կարծում եմ, որ այդտեղ օրենսդրական ահռելի բացեր կան, շատ արագ կարելի էր այդ բոլոր սողանցքները փակել։ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ասում էինք, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
հստակ մեզ հանձնարարություն է իջացրել Հայաստանի իրավապահ համակարգին, արագ արձագանքել, իրավական գնահատական տալ այդ փաստաթղթին, հետևություններ անել, անմիջապես վերսկսել գործը, գնացել եմ գլխավոր դատախազին եմ հանդիպել, այդպիսի հավաստիացումներ են տվել, արդարադատության նախարարի հետ եմ խոսել ենք դատական համակարգի մասին, անկատարության մասին, իրավական քաղաքականության մասին, շատ ավելի դիմադրողունակ կարող էր երկիրը մտնել այս ընտրությունների մեջ։ Դե հիմա ունենք իրավիճակ, տեսեք, տնտեսական պատերազմ, սահմանափակումներ հայկական ապրանքատեսակների նկատմամբ, երկրորդ ճակատը մեր եղբայրներին, քույրերին Ռուսաստանից բերում են այստեղ քվեարկության։ Այսինքն երկու շերտ կա այստեղ։ Մեկը, որ մեր ժողովրդի մի հատվածին Ռուսաստանից դիվերսանտներ որպես օգտագործում է ինչ որ այլ երկրի, պատկերացնում եք, պատկան իշխանություն, ասում են գնացեք ձեր երկրի նկատմամբ իրականացրեք այս ապօրինությունը, փող են տալիս, չեն տալիս, էական չի։ Եվ այդ թշնամանքը, որ իրենք փաստորեն խորացնում են Հայաստանի եւ արտերկրում բնակվող մեր քույրեր եւ եղբայրների հետ։ Դեպ ասեմ, որ սրա մասին տարիներ առաջ մի ռուս պաշտոնյա էր եկել Հայաստան եւ ինձ որպես այն ժամանակ ազգային ժողովի պատգամավորը խնդրել էր հանդիպում։ Ես ասում էր, ինչ անենք, որ կարողանանք Հայաստանի հետ հարաբերությունները մերձեցնենք։ Դեռ պատերազմը չէր եղել եւ կամ արդեն եղել էր հավանաբար եւ ծանր էր հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի, ասեցի օգնեք, որպեսզի Հայաստանը եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները նախ լավարկեն հարաբերությունները, մերձենան, որովհետեւ ձեր պատճառով, ձեր քաղաքականության պատճառով դուք պետական հեռուստաընկերություններով, ձեր հեռուստաալիքներով այնպիսի լուտանքներ ու հայոյանքներ եք հեղեղում Հայաստանի ժողովրդի հասցեին, Հայաստանի իշխանությունների հասցեին, որ բնականորեն Ռուսաստանում բնակվող հայերը դիրքավորվում են ըստ այդ քարոզչության։ Եվ եթե դուք գոնե օգնեք, որ մենք մերձենանք, այս անջրպետը չեզոքացնենք, շատ ավելի հեշտ կլինի Ռուսաստանին ու Հայաստանին ընդհանուր լեզու գտնել դրանից հետո։ Դա 2021 թվականի աշունն էր, հիմա հաստատապես հիշում եմ։ Ինչևէ, կարծում եմ ինձ համար ահռելի բացահայտումներ տեղի ունեցան, թեև մենք տևական ժամանակ շփումների մեջ էինք մարզերում, մեր հայրենակիցների հետ, գյուղական բնակավայրերում անցյալ տարի պես կանոնավոր կերպով շաբաթական մի քանի այսպես փոքր հանդիպումների ֆորմատներ էինք մշակել, որպեսզի ավելի շատ տեղային խնդիրներին ուրեմն ծանոթանանք եւ ավելի շատ լսենք, ոչ թե խոսենք։ Եվ սա մեզ համար հնարավորություն ստեղծեց լավ նախընտրական ծրագիր մշակել, ներկայանալի ծրագիր մշակել, գործողությունների պլան մշակել բոլոր ասպարեզներում։ Իհարկե անվտանգությունը որպես առանցքային հարց, բայց մեզ համար անվտանգությունը առողջապահությունը, կրթությունը հատկապես, իհարկե բանակի մարտունակությունը եւ պաշտպանունակությունը, ընդհանրապես դիվանագիտությունն է անվտանգություն, տեխնոլոգիական հզորությունները, ենթակառուցվածքները, էներգետիկ կախվածության հարցերը, սրանք բոլորը օգնում են, որպեսզի պետությունը ավելի դիմադրողունակ լինի եւ դիմակայուն լինի։ Եվ այս բոլոր ուղղություններով իհարկե մենք նախատեսել ենք շատ որոշակի գործողություններ, բայց առաջին օրից ի տարբերություն մասնակից բոլոր մյուս քաղաքական ուժերի մենք հայտարարեցինք, որ մենք ընդդիմափոխություն ենք ցանկանում իրականացնել, որտեղ ի վիճակի եղանք նաև այդ մեր հանդիպումներում ախտորոշել մեր քաղաքական դաշտի գլխավոր սպառնալիքը, քաղցկեղը, դա խորհրդարանական ընդդիմությունն է։ Եվ այդ հանդիպումներում մենք հասկացանք, որ մարդիկ անհանգիստ են 5 տարիներ իրենց աչքի առաջ տեղի ունեցած այդ մղձավանջի հնարավոր շարունակությամբ եւ ասում էին մի բան արեք։ Եվ մենք հասկանում էինք, որ պետությունը կարևոր պայմանավորվածությունները, միջազգային կարևոր պայմանավորվածությունները կայացրել, որոնք Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունեն, օրինակ տրիպը։ Առանց տրիպի իրագործման խոսել հայ-ադրբեջանական
կայուն տևական խաղաղության հեռանկարի կամ հնարավորության մասին հնարավոր չէ, բայց մենք տեսնում ենք, որ նաև այս ընտրությունների նախընտրական այս քարոզարշավի ամբողջ ժամանակաշրջանը օգտագործվեց ասելու, որ դա անհնար է, որ տարբեր երաշխավորներ պիտի գան, տրիպին պիտի մասնակցեն BRICS-ը, Իրանը, Ռուսաստանը, մի քանի երաշխավորներ, այսինքն ամեն ինչ անել, որպեսզի տրիպը իրականություն չդառնա։ Իսկ տրիպը ունի անկյունաքարային նշանակություն։ Եվ հատկապես դրանում Միացյալ Նահանգների շահագրգռությունը եւ մասնակցությունը դրան աշխարհակահաղական կշիռ եւ կարեւորություն է հաղորդում։ Ինչն էլ ունի ուղղակի առանցքային, խարիսխային նշանակություն խաղաղության համար, ռեգիոնալ խաղաղության համար։ Բայց տրիպին հասնելու համար մենք կոնցեսիայի խնդիր ունենք։ Երկաթուղային կոնցեսիայի խնդիր ունենք եւ ես երեք ճիշտ ասած նաեւ բանավեճի ժամանակ բարձրացրի հարցը, ոչ ոք չի խոսում այդ առանցքային հարցերի մասին։ Մենք խոսում ենք հասել ենք խաղաղության, ոչ չենք հասել խաղաղության, խաղաղության հասնելու ճանապարհին մենք լրջագույն խոչընդոտներ ունենք եւ նաեւ դրանում ենք տեսնում մեր առաքելությունը խորհրդարանում։ Գնալ խորհրդարանում այս հարցերը բարձրացնել, որովհետեւ ուժերը, որոնք այսօր եթե այդ մղձավանջը շարունակվելու է խորհրդարանում եւ այս հարցերը չեն բարձրացվելու իշխանությունների առաջ, մենք լրջագույն խնդիր ենք ունենալու, որտեղ իշխանությունը անընդհատ գալիս այդ դժվար հարցերը ինքը իրեն տալիս է ստիպված, որպեսզի հանրությունը հնարավորինս իրազեկված լինի։ Այսինքն իրեն հարմարեցված հարցեր է տալիս, ինքն էլ հարմարեցված պատասխաններ։ Եվ երեկվա բանավեճում որևէ մեկը չխոսեց դրա մասին։ Որտեղ ոչ մեկի պետք չէր դա։ Մարդիկ ասում էին, որ դու օրինակ սովամահ ես արել արցախցիներին։ Ասում, լավ, գոնե դուք գետինը մտեք, ձեր հովանավոր երկիրը, դուք էլ իրենց հովանավորյալը ուղղակի, ասենք, իրականացրել է այդ ամբողջ 9-ամյա բլոկադան Արցախահայերի նկատմամբ։ Անհնար է, որ դա տեղի չունենար Պուտինի իմացությամբ։ Փաստաթուղթ կա, որի հեղինակը Պուտինն է եղել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այդ փաստաթղթի հիման վրա Արցախահայերին մենք, ես այն ժամանակ Արցախի հարցերով կառավարական հանձնաժողովի անդամ էի։ Մենք որոշեցինք փող դնենք, ավտոբուսներով մարդկանց ուղարկենք հետ Արցախ, որովհետև ասացին, թե ռուս խաղաղապահներ այնտեղ են լինելու, իրենց անվտանգությանը ոչինչ չի սպառնա։ Մարդիկ հավատացին, գնացին։ Դուք հիմա ուզում եք դրանց երաշխավոր բերեք մեր գլխին։ Իսկ իրականում սա աննախադեպ իհարկե իրավիճակ է, թե հիբրիդային տեղեկատվական հոսքերը, հարձակումները, բայց կարծում եմ նաև պետությունը նրա համար է, որպեսզի կարողանաս այս բոլոր տեսակի փակուղային իրավիճակներից այլընտրանքային ճանապարհներ գտնես, եւ սա մեր պետությունը նաև մեր ժողովրդին նաև առավել դիմադրողունակ դարձրեց։ Ռուսները թերևս չէին էլ ճանաչում մեր ժողովրդին, հիմա ստիպված կլինեն ճանաչել, կհասկանան, որ մեր աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հայ ժողովուրդը չի պատրաստվում մոռանալ, առավել եւս ուրանալ ծաղկի, ծիրանի, խաղողի, կոնյակի եւ ջերմուկի վաճառքի դիմաց։ Փառք Աստծո, եվրոպացիները արագ արձագանքեցին։ Մենք միայն երջանիկ ենք, որ ընդհանրապես եվրոպական այս ծավալի մասնակցության մեջ համեստ դերակատարություն ենք ունեցել, ըստ էության օրենքի ընդունումն է նաև, որ այսօր ռուսական իշխանություններին իրենք վկայաբերում են այն օրենքը, որի համահեղինակ են 60,000 ստորագրող մեր քաղաքացիները, մենք դրոշակակիրն ենք եղել այդ գործընթացի եւ այս ընտրություններին մեծապես նաև մասնակցում ենք, ներկայացնելով այդ 60,000 քաղաքացիներին, որտեղ իրենք պահանջել են, որ Հայաստանը սկսի այդ գործընթացը, մենք չենք սկսել։ Օրենքը մնացել է դարակներում, իսկ օրենքը պիտի գործի, իսկ օրենքը եթե չի գործում, դա օրենք չի։ Պարոն Բաբաջանյան, տեսեք, դուք հիշեցիք այդ կարևոր օրենքը, որը ոչ միայն բնականաբար նախանշում է Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանադրական ինստիտուտների քաղաքականությունների մշակումը, այլ նաև նույն եվրոպացիներն են պարբերաբար հղում անում այդ օրենքին եւ ռուսական կողմը իր նաև պատժամիջոցներ, սանկցիաներ կամ հոխորտացող ռետորաբանություն եկեղեցի հիշում է այդ օրենքը, սպառնալիք, ասում է գնացեք հանրաքվե արեք։ Պուտինը եւս էլի խոսեց դրա մասին, այս անգամ խնդրում է, որ Հայաստանը հանրաքվե անի այդ հարցով, բայց տեսեք
Գործող վարչապետի տեխնացուն ասում է, որ եթե ինքը հունիսի 7-ին վերընտրվում է, ինքը արդեն պայմանավորվել է Պուտինի հետ, մեկնում է նրա այդ հանդիպումը եւ այս բոլոր հարցերը լուծում է։ Միաժամանակ դուք հիշեցիք, որ այո, նաեւ այդ օրենքի արկայությունը, որը մեծապես նպաստել է, որ Եվրամիությունը Հայաստանի առևտրի արտոնյալ պայմանները հիմա սահմանում, գնան հարցերը կլուծեն, եվրոպացիներին կասեն շնորհակալություն եւ ցտեսություն։ Հա, դրա համար անդիմափոխությունը կենսական անհրաժեշտություն է, մեզ պետք է լինել խորհրդանում, որպեսզի կարողանանք այս հարցերը օրինակ բարձրացնել։ Դուք գաք այդ հարցերը մեզ ուղղեք, մենք էլ իշխանության հետ հասկանանք ընդհանրապես մենք ինչպես ենք մեր արտաքին քաղաքական կուրսը վարում, ինչպես ենք պատրաստվում օրինակ անցած օրը կառավարության նիստում Արարատ Միրզոյանը խոսում էր ստանդարտների մասին։ Մի տարի է, ես հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչներից եւ ասում եմ, եկեք տնտեսվարողներին սկսեք պատրաստել ուրեմն ստանդարտների, եվրոպական ստանդարտների անցման ինչ որ ժամանակացույց կարողանանք սահմանել, մարդկանց կարողանանք զեղչային ինչ որ համակարգեր, հարկերից հնարավորինս ազատենք, վարկային արտոնություններ տան, դա շատ մեծ ծախսատար աշխատանք է ենթադրում։ Մենք ինչ որ մի պահից պիտի հայտարարենք, օրինակ, որ քիմիական այլևս որևէ պարտանյութ չենք ներկրում, որտեղ դրա պարունակությունը քաղցկեղի պատճառ կարող է դառնալ եւ դա օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում, եվրոպական որևէ երկրում չես կարող վաճառքի անել։ Դա չենք կարող, որովհետև դա առաջին հերթին մեզ է վնասում։ Իսկ մեր նաև հանրային առողջության հարց կա, իսկ որևէ վատ բան չկա դրա մեջ։ Եվ եթե ԵԱՏՄ-ն այդպիսի ստանդարտներ չունի, չի նշանակում, որ մենք օրինակ չպիտի ձգտենք, որ մեր ժողովրդին առողջ պահենք, մեր երեխաներին առողջ պահենք։ Այդ աղբավայրը, որ ունենք Նուբարաշենում, ինձ հրավիրել էին վարորդները աղբատարերի, որ ցույց տան, թե ինչպես են հարյուրավոր կովեր, խոշոր եղջերավոր անասուններ այնտեղ արածում։ Դրանք կաթ են տալիս, դրանք միս են տալիս, դուք պատկերացնում եք թույնը մեր երեխեքն են ուտում։ Ես չգիտեմ որտեղ են դրանց տերերը, ինչ են անում, բայց ընդհանրապես աղբավայրի գոյությունը օրինակ Եվրամիության հետ ազատ առևտրի եւ օրինակ վիզաների ազատականացման կարևոր նախապայմաններից հետ։ Մենք չենք կարող վիզաների ազատականացում ունենալ, մինչեւ այդ աղբավայրը չկոնսերվացնենք, չիմանանք ինչ ենք անելու դրա հետ։ Ես հույս ունեմ, որ եվրոպացիների օգնությամբ նաև այդ հիմնարար հարցերը կլուծվեն, բայց կկին գալով ընդդիմափոխության։ Ես իմ հարցը դրա մասն էր, բայց ես ուզում եմ որոշակի քննադատություն հնչեցնել, որ ձեր հասցեն կա, էլի։ Դուք այո, հետաքրքիր գաղափար եք կամ կոնցեպտ եք առաջարկում ընդդիմափոխության, եւ դա հիմնավորում եք թե ինչու։ Բայց օրինակ ձեր քաղաքական հակառակորդները ասում են, ինչպես կարող է հանուն հանրապետությունը լինել ընդդիմություն այս իշխանությանը, եթե հանուն հանրապետությունը օրինակ կիսում է արտաքին քաղաքական որոշակի մոտեցումներ։ Ախր մենք չենք կիսում, մենք նույնիսկ նախաձեռնող ենք եղել։ Քաղաքացիական պայմանագիրը մեզ ասում էր, դուք մեզ մեջքից հարված եք հասցնում, երբ որ մենք սկսում էինք Եվրաքվեի նախաձեռնությունը։ Արսեն Թորոսյանն ինձ է ասել։ Այսինքն մենք ինքներս ենք նախաձեռնել չունենալով դրա համար որևէ մանդատ պատգամավորական։ Գտել ենք, որ պետության համար դա կարևոր է եւ ուրախ ենք, որ դա ի վերջո ստացվել է եւ իրապես կարևոր է եղել։ Եվ մենք իշխանության հետ չենք համաձայնեցրել մեր գործողությունները, ավելին մենք ունենք շատ ընդհանրություններ, բայց դա մենք դիտարկում ենք որպես ընդհանրություն պետության հետ, մենք պետության կողքին ենք, բայց չէ Պուտինի կողքին պիտի լինենք, ձեզ հետ պիտի լինենք, պետության հետ պիտի լինենք, մենք մեր պատկերացումը ունենք պետության բարեկեցության, պետության ապագայի, անելիքների, անվտանգության, խաղաղության հեռանկարների, ձեր արածը միայն ամեն օր ավելի ու ավելի հավանական է դարձնում նոր պատերազմների հավանականությունը։ Դուք Ալիևի ամենածայրահեղ նարատիվների տարածողն եք։ Միլիարդներ պիտի ծախսեր Ալիևը, որ ձեր նման հիմարներ ուրեմն բազմացներ մեր քաղաքական միջավայրում եւ հանրային հեռուստատեսության եթերում եւ Facebook-յան այդ սոցիալական մեդիաների տարածքներում դուք Հայաստան անունով էջերի ներքո, հա, այդ սուրբ անունի տակ ֆրակցիայի
բան եք տվել, հայտ եք տվել ու ադրբեջանական թեզեր եք տարածում։ Դե կուլմինացիան հանրապետության հրապարակում էր։ Դե որի մասին ես նաև բանավեճի ժամանակ, որտեղ իմ զայրույթը սահման չուներ։ Եվ ես իհարկե կարծում եմ, որ Հայաստանի ֆիզիկական քարտեզը պատրելը ադրբեջանական այդ մուղամի հնչյունները, որոնք հնչեցին հանրապետության հրապարակ, ուղղակի պիտի շատ որոշակի գնահատականի արժանանան։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանից բերված մեր քույրերի եղբայրների քվեները կարող է այդպես որևէ կերպ չազդվեն այս իրողություններից, որտեղ իրենք շատ լավ չեն պատկերացնում եւ կողմնորոշվում, բայց գոնե տեղի մեր եղբայրները, քույրերը պիտի ուղղակի այդ քարտեզը ճղելու համար ճղեն դրանց քաղաքական դիմակները։ Այն ինչ որ իրենք արել են այդ օրը հանրապետության հրապարակում, Ժիրայր, ես կարող եմ ձեզ հաստատապես ասել, որ Ալիևի համար հաղթաթուղթ է Հայաստանի հետ առժամանակ ընդհանրապես չխոսելու, ասելու, որ սա վտանգավոր քաղաքական միջավայրով հարուստ, հա, ասենք Քոչարյան ունենալ այս քաղաքական միջավայրում, Ծառուկյան ունենալ, Սամվել Կարապետյան ունենալ, Թաթոյան ունենալ, բավարար է, որպեսզի համոզված կերպով Ալիևը ասի, հայ ժողովուրդը չի ուզում խաղաղություն։ Եվ արդարացնի իր եւ մշտապես սպառնալիք, մշտապես ագրեսիա, պատերազմի սպառնալիքը մշտական պահի սեղանին, որտեղ ես չեմ տեսնում այստեղ հնարավորություն, օրինակ, որ կարող է այս համաձայնությունները տևական լինեն, որտեղ բոլոր նրանք, ովքեր որ հավակնում են իշխանության, իրենք առաջին օրից պատրաստվում են չեղարկել հայ-ադրբեջանական բոլոր պայմանավորվածությունները։ Իսկ մենք հասկանում ենք, չէ, որ դրա առանցքում խաղաղությունը չի միայն ընդհանրապես երրորդ երկրներին, այդ թվում հատկապես Ռուսաստանին, զրկելու, այստեղ ծավալվելու, առավել ծավալվելու եւ այստեղ իր քաղցկեղային ազդեցությունը խորացնելու հնարավորությունից է զրկում։ Ու խնդիրը Ադրբեջանը չի, խնդիրը այն հերանեկարներն են, որոնք թրիպի օգնությամբ օրինակ հնարավորություն են տալիս ընդհանրապես փոխկապակցված հարաբերություններ հաստատել հարևանների հետ։ Ես չեմ ասում բարեկամություն անել, ես չեմ ասում ուրանալ պատմություն, ասում հարևանություն անել, բարեկամություն չենք անում։ Չենք կարող չանել ուղակի հարևանություն։ Եվ կարգավորված հարաբերությունների ողերին թշնամին այսօր Հայաստանի ներսում այս մի քանի քաղաքական ուժերն են եւ իրենց հայրիկը Պուտինը։ Եվ ինչպես բազմիցս եւ երևի թե այստեղ եմ ձեզ ասել 2021 թվականից Հայաստանի ընդդիմությունը Պուտինն է։ Պուտինը միայնակ եւ այն պահանջը, որ հիմա ինքը դնում է, որ արեք կամ խնդրանքը, արեք հանրաքվե եւ այլն, տպավորությունն է, որ Ռուսաստանը թեկնածու է այս ընտրություններում։ Հա, հələ մի հատ նայեք ինչ հարցակումների ալիք է սկսվել։ Չկա մի օր, որ ռուսաստանցի մի պաշտոնյա, օրինակ, զգուշացնող տոնով չոր բաներ մեզ չզգուշացնի, հետո հետևից փորձեն բան անել, հա, լղոզել, ովերջուկը մի օր ինչ որ շատ տենց նախատող տոնով ինչ որ բան, մենք չենք սահմանափակել, ուղղակի ուզում ենք ստուգել, որովհետև ինչ որ այսպիսի տեղեկություններ են եկել։ Ծիրանը մեր մոտ չի հասել, Ժիրայր։ Իրենք Ծիրանը արդեն սահմանափակել են, ասում են մենք մեր ֆիտոսանիտարական ինչ որ խաղողը օգոստոսին է մեզ մոտ հասնում, խաղողի նկատմամբ սահմանափակումը ո՞րն է։ Այսինքն զգուշացնող, հասկանում եք, վաղ սպառնալիք տարածելու նպատակ է հետապնդում, բայց դրա ամբողջը, պատկերացեք, հակառակ այսպես ազդեցությունն է թողնում պատիվ մեր ժողովրդի ուղղակի խոնարհվելու աստիճան իմաստնություն ունի մեր ժողովուրդը եւ այդ պետք է ուղղակի ամեն օր մեր ժողովրդին գրկել եւ շնորհակալ լինել այս որակների համար, այս հասունության համար եւ երանի մենք բոլորս քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը արժանի լինեինք առաջնորդելու մեր ժողովրդին եւ այդ հասունությամբ նաեւ մասնակցեին քաղաքական ոչ միայն ընտրական գործընթացների, ընդհանրապես մեր քաղաքական կյանքին, որովհետեւ ընտրությունները իհարկե կարևոր հանգրվան են, բայց դրանք վերջը չեն։ Դե այո։ Հակառակը ընտրությունները մի կարևոր սկիզբ են այլ գործընթացների մեկնարկի համար, բայց շատ կարևոր ուրիշ բան չի այդ։ Ընտրությունները պիտի ամրապնդեն պետությունը։
ընտրությունները պիտի համերաշխություն բերեն առաջիկա 5 տարիների համար, պիտի ներդաշնակություն բերեն հասարակական, քաղաքական կյանքին, պիտի կարևոր դիմադրողունակության, այսպես դիմադրության, իմունի համակարգը պետք է ավելացնեն։ Այն ինչ մենք հիմա տեսնում ենք եւ այն ինչ հերոստաբանավեճի ամբողջ ընթացքում հավանաբար դուք էլ նշмарեցիք, այդպիսի հույս չի տալիս։ Այն ազգային ժողովը, որ պիտի կազմված լինի այդ ուժերից, դա վակխանալի է, դա անոնսն էր։ Հա։ Հիմա մեր ժողովուրդը պիտի որոշի, ինքը պատրաստվում է այդ մարդկանց, որոնց իշխանությունը բանդիտ, մաֆիոզ, գող, ավազակ, թալանչի, վարչապետը կողքից կանգնած, ինչ ասես։ Քրեական օրենսգիր կա։ Մարդիկ ըստ էության իրենց մասնակցությամբ արատավորում են, դեֆորմացնում են օրինական ընտրական գործընթացը, դեգրադացնում են օրինական գործընթացը։ Ես դեմ չեմ, որ ես այդ մարդկանց հետ կարող եմ ունենալ քաղաքական տարաձայնություններ։ Եվ մենք պիտի ունենանք քաղաքական տարաձայնություններ։ Բայց կներեք, մենք չենք կարող վիճարկել պետության գոյությունը։ Իրենց հետ մեր գլխավոր հակադրությունը, որը թույլ չի տալիս, որպեսզի մենք քաղաքական խոսակցություն ունենանք, կայանում է նրանում, որ իրենք Հայաստանի պետությունը վտանգավոր են համարում։ Այսինքն դուք հասկանում եք քաղաքական մտքի ինչ աստիճան դեգրադացիա է տեղի ունեցել։ Մենք համարում ենք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովրդի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը, միակ երաշխիքը, մեր ինքնության պաշտպանության միակ երաշխիքը։ Իրենք Հայաստանի պետությունը համարում են վտանգավոր, իրենք երաշխավորներ են ուզում բերեն, որպեսզի վերջնականապես կազմաքանդեն Հայաստանի պետությունը եւ այդ մարդակեր գազանի կայսրության ծայրագավառ դարձնեն։ Դրանից ելնելով դիգնալ ընտրության մենք շատ բան տեսանք, թե քաղաքական ուժերի խոսույթներում, թե այդ հիբրիդային գրողների։ Ես կարծում եմ, որ մեծ հաշվով ժողովուրդն իր կարևոր խնդիրը լուծել է։ 2021 թվականին ժողովուրդը ընկած պետությունը բարձրացրել դրել է իր գլխավերևում, բայց անտեր է թողել ընդդիմությունը։ Հիմա տեսնում ենք այդպիսի տենդենց, որ ժողովուրդը պատրաստվում է վերստին տեր լինել իշխանությանը։ Եվ շատ ուրախ ենք, որ մեր ուղերձը ընդդիմափոխության, այսպիսի մեծ լայն ընկալում ստացավ։ Մենք միակ քաղաքական ուժն ենք։ Ասել ենք ոչ վարչապետի թեկնածու ունենք, ոչ իշխանափոխություն անելու մտադրություն ունենք, որտեղ անկեղծ ենք եղել, որտեղ գետնին ենք կանգնած։ Ինքնասիրահարված այդ քաղաքական մի անձի շուրջ ձևավորված նախագիծ չենք։ Սկզբունքային բանտերով անցած մարդիկ են մեր շուրջ, մասնագետներ են, նստել, քննարկել, որոշել ենք, որ սա ամենառացիոնալ իրատեսական առաջարկն է մեր ժողովրդին։ Մեր ժողովրդի սպասումը եւ ակնկալիքը իշխանության ընդդիմադիր հատվածը փոխել եւ ասել ենք, ժողովուրդ մենք պատրաստ ենք ծառայել այդտեղ։ Պատրաստ ենք, եթե դուք մեզ վստահեք։ Դուք ժողովուրդ որոշել եք, որ ես պիտի այստեղ կանգնած լինեմ, այստեղ նստած լինեմ։ Այսօր դուք էլ որոշելու եք մենք ինչ ենք անելու հունիսի 7-ից հետո։ Որտեղ պետությունը ուժեղա ոչ թե իշխանությամբ, այլ ազատ քաղաքացով։ Ազատ քաղաքացին անսակարկելի եւ անքննելի արժեք է ժողովրդավարական պետության համար եւ մեր խնդիրն է քաղաքացու կամքը, քաղաքացու հանձնարարությունը կատարել պատշաճ կերպով, ծառայել անմնացորդ իշահ եւ իբարորություն հայ ժողովրդի հավերժության, Հայաստանի պետության անսասանության։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության նախագահ, համանուն կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Արման Բաբաջանյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։